Անվտանգությունը ձեզ չի անհանգստացնում։ Որ օրինակ ասեմ չի անհանգստացնում, կհավատաք։ Կհավատամ, ինչու ոչ, չէ, Իրան-Իսրայել բախումն է, ինչ պետք է անենք պաշտպանվենք, սյունեցիները անհանգստացած են, պարոն Ղարամանյան, ասում են ինչ հետևանքներ կունենա։ Ես երեք եմ գալիս սյունիքից, անհանգստություն չեմ տեսել, իհարկե անհանգստություն ֆիզիկապես չի, այլ գլոբալ, որ կարող է լայնածավալ մեր հարևանության պատերազմ սկսվի, ինչի իհարկե անկանխատեսելի է ամեն ինչը, բայց որ ասես անհանգստացած ենք վախենալու տեսանկյունից, դա այդպես չի։ Պարոն Ղարամանյան, իսկ Պաշտպանության նախարարության ձեր գործընկերներից հետաքրքրվել եք հնարավոր հարձակումը Սյունիքի վրա գնահատվել է արդյոք թե ոչ։ Ում թելնեք դուք թելում այդ անդադ այդ խոսույթը ասելով։ Ոչ մեկի թելը չենք, մարդիկ ասում են Իսրայել Իրան բախում է։ Լավ, ձեր Ադրբեջանն ասում է Զանգեզուրի միջանց։ Անդիմադիր գործիչների, թերթերի, ձեր գործունեության իմաստը ո՞րն է, այսինքն վախի մթնոլորտ ստեղծեք, որ մարդիկ դուրս գան այդ եւ հասկանալու համար, որ տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում։ Հասկանում եք։ Չգիտեմ, անդիմադիները հասկանում են, մենք չենք հասկանում։ Հիմա մենք փորձում ենք ձեզանից հասկանալ, որպես Սյունիքի падգամավոր լինելով։ Եթե գործողություններ արվում է, կանխելու, ես պետքա գանդա ձեզ ասեմ։ Չէ, դուք մեզ ուղղակի ասեք, որ մարդիկ չպետք է անհանգստանան, ձեր տեսակետը։ Մենք դա ասում ենք, ասել ենք եւ բնականաբար ասելու ենք, որ արվում է ամեն ինչ անվտանգային համակարգը Սյունիքում կայուն պահելու համար։ Բայց թե դա ոնց է արվում, բնականաբար ես դա չեմ բարձրաձայնի, որ ձեր առաջ ոչ որևէ մեկի առաջ։ Շնորհակալություն։ Կարևորը գնացել եք Սյունիք, տեսել եք բնակիչներին, խոսել եք։ Մինչև Մեղրի հասել։ Շնորհակալություն։